Արժանապատիվ հայրենակիցներ, մինչև անդրադառնալը իմ այսօրվա ելույթին մի քանի դիտարկում եմ ուզում անել երեք այս ամբիոնից հնչած հայտարարություններից կամ դիտարկումներից։ Պարոն Հարությունյան, դուք իհարկե ճիշտ եք, ժողովրդավարության հիմնասյուներից մեկն այն է եւ ամենաառանցքային դրույթն այն է, որ իշխանության աղբյուրը ժողովուրդն է։ Այն ժողովուրդը, որը ձեր իշխանությանը 50 գումարած 1 քվե չի տվել։ Այն ժողովուրդը, որի կեսից ավելին չի ընտրել ձեր իշխանությանը։ Շուրջ 600,000 Հայաստանի հպարտ քաղաքացիներ իրենց ձայնը տվել են ընդդիմությանը, իդեպ նրանցից 60,000-ի ձայնի վրա ձեր իշխանությանը կներեք արտահայտությանս համար պարզապես թքած ունի, որովհետև այս խորհրդարանում բացակայում է 4-րդ ֆրակցիան Բարգավաճ Հայաստանը։ Իշխանության աղբյուրը այն ժողովուրդն է, որին ձեր իշխանության ղեկավարը անվանարկում է, որին վիրավորում է ամենավերջին բառերով, որին ձեր իշխանության ղեկավարը ասում է՝ դու ինչի ես կենդանի, ինչի չես զոհվել, թալանչի անասուններ, տականք, ռադներդ քաշեք եւ այսպես շարունակ։ Մյուս որակումները չեմ մեջբերի, որովհետև անհարմար է դրանք կրկնելը, պարոն Հարությունյան։ Իշխանության աղբյուրը ժողովուրդն է, որին ձեր իշխանության ղեկավարը համարում է կաշառակեր ու հայտարարում է, որ ընդդիմադիր հայացքներ ունեցող ժողովուրդը առանց ընտրակաշառքի չեր գնա ու չեր քվեարկի ընդդիմության օգտին։ Տիկին Հարությունյան, միացրեք տվյալ տեսանյութերը, լսեք ձեր քաղաքական ղեկավարին եւ այո, Հակոբյան ներողություն եւ զբաղվեք ինքնահայեցողությամբ։ Պարոն Հարությունյան, երբ ես դիրքորոշում էի հայտնում երեք, ես խոսում էի քաղաքական պատասխանատվության մասին եւ չէի խոսում իշխանության աղբյուր հանդիսացող ժողովրդի մասին։ Այդ տարական ճշմարտությունները հավատացեք, ես քաչ գիտեմ, սա իգիտություն։ Հիմա իմ հիմնական խոսքը Տիկին Մանուկյան, դուք առաջադրվել եք մի շատ կարևոր հանձնաժողովում, որը հանրային վերահսկողություն է իրականացնելու պետական միջոցների նկատմամբ եւ ընդդիմադիր հայացքներ ունեցող եւ ոչ ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների միջոցների նկատմամբ։ Մի ահռելի բաժին այդ միջոցներից պետությունը հատկացնում է հանրային հեռուստաընկերությանը, կրկնում եմ, հանրային, ոչ թե իշխանական։ Եվ 18 թվականից ի վեր այդ միջոցները աճի միտում ունեն։ Եթե օրինակ 19 թվականին 6 միլիարդի էր հասնում հատկացումը, 25 թվականին 8.4, 26 թվականին 8.3 միլիարդ միտումը ակնհայտ է եւ բավականին խոշոր գումարի մասին է խոսքը, բայց ինչ ենք մենք արձանագրում, հանրային հեռուստաընկերությունը ձեր իշխանության օրոք վերածվել է իշխանության սպասարկու քարոզչյան մեքենայի։ Այս խորհրդարանում աշխատանքները սկսելուց ի վեր դա արձանագրվել է փաստերով։ Օգոստոսի 7-ի ՖԻՊ-ի հրապարակումը, Հ1-ի լուսաբանումը սոցիալական հարթակներում եւ փաստեր օգոստոսի 2-ից 6-ը Հ1-ի յութուբյան ալիքում ազգային ժողովի աշխատանքներից հրապարակվել է 60 տեսանյութ։ Դրանցից միայն 3-ն է նվիրված եղել ընդդիմությանը։
Եղել է Facebook-ում 70 տեսանյութ, որոնցից միայն 2-ն է առնչվել ընդդիմադիր պատգամավորների ելույթներին։ ՖԻՊ-ի եզրակացությունը, որ հանրային հեռարձակողը իր եթերում եւ սոցիալական ցանցերում ըստ էության անհամարժեք է լուսաբանել իշխանությանը եւ ընդդիմությանը խորհրդարանում։ Սա ուղղակի մի դրվագ է, որը ի ցույց է դնում այն, որ ՀՄԵԿ-ը դուք դարձրել եք քարոզչամեքենա։ Իդեպ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը, երբ ընդդիմադիր էր, խոսում էր պետական հեռարձակողների կողմից ընդդիմության նկատմամբ մեջբերում եմ տեղեկատվական շրջափակման մասին։ Հիմա հարց եմ ուղղում ձեզ. նորմալ եք համարում տեղեկատվական շրջափակումը 2026 թվականին։ Դիտարկում հետընտրական գնահատական ԵԱԿ ԺՄԻԳ-ը իր զեկույցում անդրադարձել է հանրայինի լուսաբանմանը եւ արձանագրել ակնհայտ կողմնակալ լուսաբանում նախընտրական շրջանում։ Շեշտադրել է, որ հիմնականում ընդդիմադիր ուժերը ՀՄԵԿ-ի լուրերի թողարկումներում ներկայացվել են բացասական կոնտեքստում, իշխանությունը հակառակը ներկայացվել է դրական կոնտեքստում։ Արժանապատիվ հայրենակիցներ, հանրայինը գործում է ձեր միջոցներով, ձեր գրպանից ստացված միջոցներով, ուստի պետք է ծառայի բոլորին, կրկնում եմ, եւ ընդդիմադիր, եւ իշխանական հայացքներ ունեցող քաղաքացիներին, եւ նրանց, որոնք կարող են գտնվել ցավոք անտարբեր։ Հանրայինը չի պատկանում իշխանությանը, հանրայինը չի պատկանում վարչապետին, հանրայինը ժողովրդի ձայնը պիտի լինի, որը այսօր լսելի չէ ընդդիմադիր հանրության տեսանկյունից։ Այսօր ընդդիմադիր ուժերը պատշաճ ներկայացված չեն հանրային հեռուստաընկերության եթերում։ Տիկին Մանուկյան, ես հուսով եմ, որ երբ համապատասխան հաշվետվությունները գան հանձնաժողով, եթե դուք ստանաք այդ վստահության քվեն եւ ղեկավարեք հանձնաժողովը, հետեւողական եք լինելու, որպիսի մանրամասն քննարկվեն այդ հաշվետվությունները, որպիսի բյուջեի հատկացումները մանրամասն ուսումնասիրվի եւ իհարկե այդտեղ կարևորվի բազմակարծությունը, հավասարակշիռ մոտեցումը եւ օբյեկտիվ լուսաբանումը։ Ես հուսով եմ եւ հավատում եմ, որ դուք զգալի աշխատանք եք տանելու այդ ուղղությամբ եւ փորձելու ենք այնպես անել, որ իսկապես հանրության միջոցները ծառայեն հանրությանը լայն իմաստով եւ ոչ թե նրա միայն մի հատվածին կամ իշխանական նեղ խմբակին, թույլ տվեք այս բառը օգտագործել։ Շնորհակալ եմ։ Տիկին Ղահարամանյան, կներեք, բայց այդ բառը լավ բառ չի, խորհուրդ եմ տալիս չօգտագործել, թե չէ մենք մեր խմբակցության անդամներն էլ են սկսելու օգտագործել, եկեք չօգտագործենք այդ բառը։ Եկեք չօգտագործենք, լավ, շատ լավ։ Լավ, դուք էլ օգտագործեք, հարգելի գործընկերներ։